Խորհրդարանական դիվանագիտության համատեքստում ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնեց Ֆրանսիա։ Ստրասբուրգում Ալեն Սիմոնյանը մասնակցեց խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին։ Ելույթ միջազգային հեղինակավոր կառույցում հանդիպում գործընկերների հետ ու երկկողմ հետաքրքրության առանցքային հարցեր։ Ստրասբուրգում մեկնարկած եվրոպական համաժողովում Ալեն Սիմոնյանի ելույթը խորհրդանշական էր, այն ժողովրդավարության, պաշտպանության թեմայով էր։ Ինձ համար պատիվ է խոսել այս դահլիճում, որն ավելի քան 7 տասնամյակ աշխատել է համընդհանուր արժեքային համակարգի շուրջ Եվրոպան միավորելու ուղղությամբ, ոգեշնչված մարդու արժանապատվության արժեքի նկատմամբ մեծ հավատով, շեշտեց Ալեն Սիմոնյանն ու հավելեց. Տիկնայք եւ պարոնայք, ես հանդես եմ գալիս ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, այլև որպես ժողովրդավարության ուժին խորապես հավատացող մեկ։ Այս համոզմունքն է, որ դրդում է ինձ անդրադառնալ ներկա իրողություններին։ Մեր օրերի խելահեղությունը պետք է դիտարկվի բացարձակ հստակությամբ։ Փոթորիկը չի մոտենում, այն արդեն այստեղ է։ Քաոսը թաքնված է երկդմի հրետորաբանության մշուշում։ Փաստը կեղծիք է, դաշնակիցը թշնամի, զոհը ագրեսոր, ճշմարտությունը խաբկանք, անմեղը մեղավոր։ Այնքան թանկ բաներ են վերածվել մոխրի, լիբերալիզմի հենասյուները ճեղքվում են, իսկ ազատության սրբազան կրակը մարում է, ժողովրդավարությունը վտանգված է։ Ալեն Սիմոնյանը եվրոպական ամբիոնից վերահաստատեց, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ժողովրդավարացման ուղուն։ Մեզ համար ժողովրդավարությունը ոչ միայն կառավարման համակարգ է, այլև մեր ազգային ինքնության եւ անվտանգության հիմքը, մեր ձգտումների շարժիչ ուժը, փաստեց Ալեն Սիմոնյանը։ Ազգային ժողովի նախագահը ելույթում անդրադարձավ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին։ Անկասկած տեղյակ եք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը լիովին համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը։ Մենք ողջունում ենք այս առաջընթացը եւ հավատացած ենք, որ խաղաղ համակեցությունը եւ տարածաշրջանային համագործակցությունն անվտանգության եւ բարօրության լավագույն երաշխիքներն են։ Խաղաղության խաչմերուկ մեր նախաձեռնությունը նպատակ ունի վերագործարկել տարածաշրջանային հաղորդակցությունները եւ խթանել տնտեսական զարգացումը, հիմնված փոխադարձ արգանքի եւ ինքնիշխանության վրա։ Սակայն պետք է նշեմ, որ շարունակում են չլուծված մնալ հումանիտար խնդիրները։ Ադրբեջանում հայ ռազմագերիներ եւ քաղաքացիական անձինք ենթարկված են երկարատև կալանքի, անմարկային վերաբերմունքի եւ շինծու դատավարությունների։ Գերիների անհապաղ ազատ արձակումն առաջնահերթ խնդիր է։ Ելույթի հաջորդ կետով Ալեն Սիմոնյանը խոսեց Բաքվի կեղծ հայտարարությունների վերաբերյալ։ Ես մտահոգված եմ Ադրբեջանի վերջին կեղծ հայտարարություններով Հայաստանի իբրև ռազմական գործողությունների մասին, որոնք լարում են իրավիճակը սահմանին։ Այս համատեքստում մենք ընդգծում ենք վստահության ամրապնդման միջոցների կարևորությունը, ինչպիսիք են Եվրամիության քաղաքացիական առաքելությունը եւ սպառազինության վերահսկման մեխանիզմներ։ Լուծում պահանջող հարցերի մեծ մասը կամ արդեն ներառված է համաձայնագրում կամ կարգավորվում է դրա շրջանակում նախատեսված աշխատանքային խմբի միջոցով։ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ համաձայնեցնել պայմանագրի ստորագրման ժամկետներն ու վայրը։ Հույս ունենք, որ Ադրբեջանը կիսում է մեր ցանկությունը թևակողելու նոր դարաշրջան։ Եվրոպական քաղաքական ընտանիքում Հայաստանն այսօր եվրոպական արժեքներ կրող երկիր է, շուտով կլրանա Եվրոպայի խորհրդին մեր երկրի անդամակցության 25-րդ տարեդարձը։ Այս արդիվ մենք վերահաստատում ենք մեր անվերապահ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, որոնք երբեք չենք դադարելու պաշտպանել։ Մենք անշեղ ենք այս ճանապարհից։ Շնորհակալություն։ Համաժողովի աշխատանքներին զուգահեռ Ալեն Սիմոնյանը հանդիպեց Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեին։ Ալեն Սիմոնյանը գործընկերոջ հետ զրույցում շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար, նշելով, որ Հայաստանում բարձր են գնահատում նաև մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ Ֆրանսիայի ջանքերը։ Յաել Բրաուն-Պիվեն իր հերթին վերահաստատեց Հայաստանի խաղաղության ձգտումներին եւ ժողովրդավարական բարեփոխումներին ուղղված քայլերին Ֆրանսիայի անվերապահ աջակցությունը։ Կողմերն անդրադարձան նաև հայ-ֆրանսիական հարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցությանը եւ տարածաշրջանային զարգացումներին։ Մեքսիկայի սենատի նախագահ Խերարդո Ֆերնանդես Նորոնյայի հետ հանդիպմանն էլ քննարկվեց միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաև հայ-մեքսիկական օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցն ավարտեց Շվեդիայի Ռիքսթագի նախագահի առաջին տեղակալ Քենեթ Ֆորսլունդի հետ հանդիպմամբ։
Քննարկվեցին միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։ Ալեն Սիմոնյանը մանրամասներ հայտնեց նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագրի եւ այն ստորագրելու Հայաստանի պատրաստակամության մասին ու ուշադրություն հրավիրեց Բաքվում պահվող հայերի ապօրինի դատավարությունների վրա։